Այսուհետ տեսալսողական մեդիա ծառայություն մատուցողները կպարտավորվեն արհեստական բանականությամբ կամ այլ թվային լուծումներով ստեղծված սինթետիկ բովանդակությունը մակնշել հատուկ տեսանելի պիտակով։ Երեկ ազգային ժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվեց Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացրած տեսալսողական մեդիայի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Մակնշումը օրենքի իմպերատիվ պահանջ է, որի նպատակն է սպառողին հնարավորություն տալ հստակ տարբերակել տեխնոլոգիական գործիքակազմով գեներացված նյութը իրական բովանդակությունից։ Սահմանված պահանջների խախտման դեպքում հեռարձակողի համար նախատեսվում է վարչական տուգանք նվազագույն աշխատավարձի 300 հրապատիկի չափով։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը կարծում է, որ այս օրենսդրական փոփոխությունը հրատապ է, որովհետև ոչ միայն Հայաստանը, այլև ամբողջ աշխարհը քաղաքակիրթ երկրները լուրջ մտածում են այն ուղղությամբ, թե տեխնոլոգիական զարգացմամբ պայմանավորված այդ նոր գործիքներն ինչպես կօգտագործվեն լրատվական դաշտում, որքանով դա կարող է օգտագործվել որպես բարիք եւ որքանով դա իջարս կօգտագործվի։ Եվ այս առումով իհարկե կարգավորումները շատ կարևոր են եւ շատ երկրներ արդեն իսկ կիրառել են այդպիսի փոփոխություններ եւ տեսահաղորդական մեդիայի գործունեությունը կարգավորող օրենքներում եւ առհասարակ մամուլը կարգավորող օրենքներում, այնպես որ սա սպասվող եւ կարծում եմ նաեւ կարևոր նշանակություն ունեցող օրենսդրական նախաձեռնություն է։ Ես ծանոթացել եմ, իհարկե որոշ հղկումների կարիք այնտեղ կա, զուտ ձևակերպումների առումով, բայց ընդհանուր առմամբ գաղափարը ճիշտ է եւ պետք է։ Նա տեղեկացրեց, որ լրագրողական կազմակերպություններն իրենց էթիկայի վարքականոններում այդպիսի փոփոխության անհրաժեշտության եւ արդեն իսկ մակնշման անհրաժեշտությունը ներառել են էթիկայի նորմերի եւ սկզբունքների մեջ, եւ այստեղ իշխանությունների եւ փորձագիտական շրջանակների մոտեցումը համընկնում է։ Աշոտ Մելիքյանն այս փոփոխությանն ավելի լայն է մոտենում եւ կարծում է, որ սա կարող է հանդիսանալ քայլերից մեկը առհասարակ ապատեղեկատվության դեմ պայքարում։ Ներկայացված նախագիծը դեռևս չի առնչվում համացանցային տիրույթին։ Այդ հատվածի կարգավորումները կներառվեն ԲՏԱ նախարարության կողմից մշակվող հաջորդ օրենսդրական փաթեթում։ Աշոտ Մելիքյանը կարծում է, որ լավ կլիներ, որ այս գաղափարը քննարկելիս իշխանությունը խորհրդակցեր եւ քննարկումներ անցկացներ մասնավորապես լրագրողական կազմակերպությունների հետ։ Նախարարությունն այս հարցում իրենց հետ որևէ քննարկում չի անցկացրել եւ փոփոխություններից իրենք տեղյակ չեն եղել։ Համենայն դեպս, եթե այդպիսի քննարկում լիներ բուն գաղափարի, ես օրինակ կառաջարկեի, որպեսզի այդ փոփոխությունը կիրառվեր ոչ թե կամ ոչ միայն տեսահաղորդական մեդիայի մասին օրենքում, այլ զանգվածային լրատվության մասին օրենքում, այսինքն ոլորտը կարգավորող գլխավոր օրենքում։ Ի հավելումն մեր զրուցակիցն ասաց, որ սա պետք է դիտարկել ոչ թե որպես խոսքի ազատության սահմանափակման տեսակետից, այլ ապատեղեկատվության դեմ պայքարի, լսարանի հետ ազնիվ խաղի կանոններ հաստատելու, որովհետև մարդը պետք է իմանա, թե ինչ է ինքը դիտում։ Տեխնոլոգիաներն այնպես են զարգացել, որ շատ հաճախ նույնիսկ մասնագետի համար է դժվար լինում միանգամից հայտնաբերել եւ նշել, թե որ գործիքով են օգտվել այդ կոնտենտը ստեղծելիս։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։